Երբ դու բարեկեցություն ես մարդկանց խոստանում, նշանակում է, որ այդ մարդը պետք է բիզնես վարկ վերցնի բանկից, ոչ թե խանութից հացի պարտք, ամենօրյա գոյատևման պարտք։ Այն որ դու ամեն օր ցույց ես տալիս ինչ ես ուտում, այ դա ուտելու համար քեզ ընտրած քաղաքացին պարտք է անում։ Հիշում եք ընդդիմադիր աշխատելու ժամանակ ասում էր տատիկ-պապիկները 100,000-ներով նիսյաներ ունեն խանութներում, տվեք թող տանեն մուծեն։ Դե բա տվեք։ Երեսպաշտության աստիճանը նայեք։ Մարդկանց 1000 մի խոստումներ տաս, 8 տարի իշխանությունդ պահես, ամեն ձև ատամներով պահես ու քաղաքացին ամեն օր կանգնի երկընտրանքի առաջ, հաց ուտի թե ցավազրկող գնի, հաց ուտի թե լույսի վարձը մուծի։ Ժողովուրդ, այդ ձրիակերների հավաքածուին պահում ես, որ ինչ անես։ Որ մի քաղաքացուն հարցնում ենք, Նիկոլն ասում է մարդն աղքատ է իր խելքից, կառավարությունը պատասխանատու չէ, պատասխանում է, այո, մեր խելքից ենք աղքատ, խելք ունենայինք, դրան չընտրեինք։ Մեր աղքատության պատճառը դա է ասում են, այն որ 230 դրամանոց հացը դուք պարտքով եք առնում, իսկ էկոնոմիկայի, արդարադատության, առողջապահության ու մյուս նախարարները 6-ից 9 միլիոն դրամ պարգևավճար են ստանում, ու այսօր ծաղրում են ձեզ, այո, մարդը ընդունում է, որ իր խելքից է, որտեղ միայն Նիկոլի կադրային քաղաքականության արդյունքում կարող էր Ավանեսյանը աշխատել առողջապահության նախարար, Պապոյան Գևորգը էկոնոմիկայի կամ Գալյանը այն մյուս տեղի նախարար։ Երկրում տնտեսական լուրջ խնդիրներ, մարդը ուրախացել է մի քանի գառնուկ ծնած ոչխարով ու չգիտես դրա մեջ ինչ ներդրում ունի։